Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ըստ Fast-Info-ի ընտրակաշառք է բաժանում։ Թալինցի երևանցի բաժանումներով հայտնի կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված Թալինի համայնքապետը ստորագրել է որոշում գումարներ բաժանելու մասին սննդի, կոմունալների եւ դեղորայքի համար, երբ արդեն գործում էր բարեգործության արգելքը։ Նման հանկարծակի հոգատարությունը պատահականություն չէ։ Իսկ եթե ընտրողին փորձում են գնել, դա նշանակում է, որ իշխանությունը վստահ չէ ոչ իր աշխատանքի, ոչ էլ իր վարկանիշի վրա։ Տավրոսը դեռ մի բան էլ պնդում է, թե մենք չպետք է որոշենք, թե ինչն է ընտրակաշառք, ինչը չէ, այլ պետք է որոշեն թալինցիները։ Միանգամից նշեմ, որ ընտրակաշառքը որպես երևույթ դատապարտելի է եւ կապ չունի, թե որ ուժն է այն բաժանում։ Հարցն այստեղ դա չէ, այլ իրավապահների լռությունը իշխանության նկատմամբ եւ ընտրովի արդարադատությունը։ Նման դեպքերում իրավապահները պարտավոր են առնվազն արձագանքել։ Իսկ ինչ ենք տեսնում հիմա՝ լիակատար անգործություն։ Ընդդիմադիրների դեպքում իհարկե միանգամից կհարուցվեին քրեական գործեր։ Արդյոք հիմա կհարուցվի քրեական գործ Տավրոսի նկատմամբ, եւ արդյոք ԿՊ-ում կիսում են ընտրակաշառքներ բաժանելու այս գործելավոճը, թե նրանք տեղյակ չէին եւ շուտով կտեսնենք Տավրոսի հրաժարականը։ Կերևա առաջիկա օրերին։ Իսկ եթե չտեսնենք, ուրեմն ԿՊ մյուս անդամները եւս զբաղված են ընտրակաշառքներ բաժանելով, պարզապես դա դեռ չի բացահայտվել։